Այսօրվան շատ երկար եմ սպասել, գնում ենք Խոսրովի անտառ։ Վաղ առավոտյան Վիկիմեդիա Հայաստանի գրասենյակի մոտից շարժվում ենք նախ ավտոբուսով, հետո փոխում տրանսպորտային միջոցը եւ մտնում անտառ։ Պատրաստում ենք մեր տեխնիկան եւ սկսում նկարել։ 10 կիլոմետր մեքենայով գնալուց հետո եւս 3 կիլոմետր քայլում ենք էքսկուրսավարի հետ։ Հիմնական նկարահանման կետերը Վահագնի եւ Աստղիկի ջրվեժներն էին։ Հեռվում տեսնում ենք ջրվեժը եւ քարերի վրայով փորձում մոտենալ։ Ստար գիտես, ինձ քարայց եմ զգում։ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում գտնվում են 4 ջրվեժներ, որոնցից երկուսին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի եւ Աստղիկի։ Անպայման լվացվում ենք սառը ջրով եւ մի փոքր էլ մամուռ սիրում։ Շարունակում ենք ճանապարհը եւ քայլում դեպի Վահագնի ջրվեժ։ Ճանապարհին ամբողջը լուսանկարում։ Իսկ դուք գիտեիք, որ Խոսրովի անտառը ստեղծվել է Խոսրով Կոտրակ թագավորի կողմից եւ ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Հասնում ենք Աստղիկի ջրվեժ, որն իսկապես հսկայական էր։ Փորձում ենք մոտենալ, ստանում ենք այսպիսի կադրեր։ Միակ կենդանիները, որը ստացվեց տեսնել Խոսրովի անտառում, դա այս գորտն էր եւ փոքրիկ խեցգետինը, որը վազում էր գետի ափին։ Հետ են գալիս այսպիսի գեղեցիկ տեսարանով եւ ստանում այսպիսի կադրեր։